Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունեցել Լևոն 14-րդի գահակալության արարողությունը։ Նորընտիր Հռոմի Պապն իր առաջին ուղերձում դիմել է աշխարհի առաջնորդներին, հորդորելով վերջ տալ բոլոր պատերազմներին։ Նա կոչ է արել Ուկրաինայում արդար եւ երկարատև խաղաղության հասնել եւ ազատ արձակել գերիներին։ Լևոն 14-րդը կարևորել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հաստատումը եւ հյուծված քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը։ Հռոմի Պապը նաեւ ողջունել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ձեռքբերված հրադադարի համաձայնագիրը։ Գահակալության արարողությունից հետո Լևոն 14-րդն ընդունել է Ուկրաինայի նախագահին։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պապին արդար խաղաղության կոչերի եւ Ուկրաինայի հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վատիկան այցի շրջանակում Զելենսկին հանդիպել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Զելենսկին նշել է, որ Մոսկվան հրադադարի համար անիրատեսական պայմաններ է առաջ քաշում։ Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինային հարվածները։ Դա ապացուցում է, որ Մոսկվան չունի պատերազմը դադարեցնելու մտադրություն, անհրաժեշտ է ճնշում գործադրել, ստիպելու Ռուսաստանին համաձայնել լիակատար անվերապահ հրադադարի, նշել է նախագահը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Վենս-Ռուբիո-Զելենսկի հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են հետագա քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական կարգավորմանը, այդ թվում Ռուսաստանի դեմ հնարավոր խիստ պատժամիջոցները։ Ջեյդի Վենսը X-ի էջում գրառում է կատարել շեշտել, Վաշինգտոնը եւ Կիևը համակարծիք են, որ Ուկրաինայում շարունակվող անիմաստ արյունահեղությունը պետք է դադարեցվի։ Այսօր կարող է տեղի ունենալ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, այդ մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր մայիսի 17-ի երեկոյան։ Կրեմլից հաստատել էին հեռախոսազրույցը նախապատրաստվում է։ Թրամփ-Պուտին զրույցին ընդառաջ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդները զրուցել են ԱՄՆ նախագահի հետ, քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Հայտնի է, որ շփումները կշարունակվեն, երբ Սպիտակ տան ղեկավարը բանակցի Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինը պետք է ցույց տա, որ խաղաղություն է ուզում, ընդունելով 30-օրյա անվերապահ հրադադար հաստատելու առաջարկը, X-ի էջում գրել է Էմանուել Մակրոնը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ հնարավորինս շուտ։ Նրա խոսքով դա կարող է նպաստել ռուս-ուկրաինական կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը։ Պետքարտուղարը տեղեկացրել է, որ Ստամբուլյան բանակցություններից հետո Կիևը եւ Մոսկվան պետք է ներկայացնեն հրադադարի իրենց պայմանները։ Եթե պահանջներն անիրատեսական լինեն, կտանք մեր գնահատականը, հավելել է ամերիկացի դիվանագետը։ Ռուբիոն նախազգուշացրել է, Ռուսաստանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Ռումինիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, հաղթել է Բուխարեստի լիբերալ քաղաքապետ Նիկու Շորդանը, առաջ անցնելով իր մրցակցից, ազգայնական Ջորջե Սիմեոնից։ Ռումինիայի ընտրական հանձնաժողովի տվյալով դա ստացել է ձայների 53.6%, իսկ ազգայնական կուսակցության ղեկավար Ջորջե Սիմեոնը 46.4%։ Արդյունքների հրապարակումից հետո Սիմեոնը հայտարարել է, որ չի վստահում դրանց եւ իրեն հռչակել է նոր նախագահ։ Ավելի ուշ, սակայն նա ընդունել է պարտությունը եւ շնորհավորել Դանին։ Հարկ է նշել, որ Դանը հանդես է գալիս տնտեսական բարեփոխումների, բյուջեի դեֆիցիտի կրճատման, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման եւ Ուկրաինային աջակցությունը շարունակելու օգտին։ Նա մեծ աջակցություն ունի գլխավորապես քաղաքային բնակչության շրջանում։ Մինչդեռ Ջորջե Սիմեոնը երբեք չի թաքցրել ազգայնական հայացքները եւ Դոնալդ Թրամփի նկատմամբ համակրանքը։ Քարոզարշավի ընթացքում նա հաճախ խոսում էր կրոնի ավանդական արժեքների մասին, դեմ արտահայտվելով արևմուտքի լիբերալ գաղափարախոսությանը։ Սիմեոնին հիմնականում աջակցում են փոքր քաղաքներում եւ գյուղերում։ Քվեարկության օրը Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկը խնդրել է Մեսենջերի ղեկավարությանը արգելափակել ռումինական աջակողմյան հաշիվներն ու ալիքները։ Ենթադրվում է, որ նա ակնարկել է Փարիզին։ Ֆրանսիան ամբողջովին անհիմն է որակել այդ մեղադրանքները։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ ընտրությունների երկրորդ փուլում կրկին ռուսական միջամտության նշաններ են գրանցվել։ Ըստ գերատեսչության այդ նպատակով օգտագործվել է Տելեգրամի ցանցը։ Ընտրություններ են նաև Լեհաստանում։ Իշխող քաղաքացիական կոալիցիայի լիբերալ թեկնածու Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին Լեհաստանի նախագահի ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 31.2%։ Ընդդիմադիր պահպանողական իրավունք եւ արդարադատություն կուսակցությունից նրա գլխավոր մրցակիցը Կարոլ Նավրոցկին 29.7%։ Հունիսի 1-ին նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ 13 թեկնածուից որևէ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին։ BBC-ն գրում է, որ Նավրոցկիի հաղթանակը կարող է խնդիրներ առաջացնել վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության համար, քանի որ նրա կոալիցիան չունի խորհրդարանական մեծամասնություն, անհրաժեշտության դեպքում հաղթահարելու նախագահի վետոն։ Դիանա Գասպարյան, լուրեր։